Ոզան դու քաղաքագետ եք եւ քաղաքական process-ներին պիտի էմոցիաներով չնայեք։ Հիմա առանց էմոցիաների, որոնք են այն ցուցիչները, որոնք ձեզ հուշում են, որ 2026 թվականի հունիսի 7-ին այս մարդկանց հեռացնելու եք իշխանությունից։ Ես չեմ ասում, որտեղից ձեզ վստահություն, որ այս մարդիկ չունեն հանրության աջակցությունը, դա ակնհայտ է, հարցումները, թվերը ցույց են տալիս, բայց մենք աշխարհում մի անգամ չի որ տեսել ենք, որ հանրության աջակցությունը չունեցող խմբակը կամ խմբերը մնում են իշխանության։ Շատ վատ օրինակ է ունենք Ուկրաինան, մեզ ամենամոտ տարածաշրջանը, հա, որտեղ անգամ նախագահական լիազորությունները ավարտելուց հետո արևմուտքի աջակցությամբ մարդը մնում է նախագահի կարգավիճակում։ Տեսեք, դուք լավ կամ թեմայի առումով լավ, բայց ժողովրդի առումով վատ օրինակ է Սիրիան, որտեղ չընտրված ահաբեկիչը եկել դարձել է Սիրիայի նախագահ, արևմուտքը իրեն շատ հանգիստ ընդունում է, բան է անում, որտեղ Սիրիայում իբրև թե ժողովրդավարության պակասից դժգոհող արևմուտքը շատ հանգիստ է տանում, որ Սիրիայի խորհրդարանի 60% ուղղակի նախագահն է նշանակում падգամավորներին, որտեղ քրդերին, դրուզներին, ալևիներին ցեղասպանության են ենթարկում կամ էթնիկ զտումների են ենթարկում։ Սա այս օրինակները ինչու են բերում, որ քաղաքական process-ների իշխանության փոփոխության հարցում շատ կարևոր է նաև աշխարհաքաղաքական իրողությունները, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնը ինչ գործողությունների է պատրաստ։